Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովի վերաբերյալ քրեական բարույթը ուղարկվել է դատարան։ Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրան մեղադրանքի առաջադրվել կաշառք տալը եւ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդումը։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական բարույթի շրջանակներում Արտաշատում ձերբակալվել է Ուժեղ Հայաստան կուսակցության 14 ներկայացուցիչ ընտրակաշառք տալու եւ ստանալու մեղադրանքով։ Խոզարկություններ են կատարվել Ուժեղ Հայաստանի գրասենյակներում։ Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են։ Ապրիլի 13-ին էին ահազանգել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։ Եղբայրներից մեկն անչափահաս է։ Ապրիլի 15-ին Մարգարավանաձոր ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ BMW մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու գոհաշրջված հայտնվել դաշտում։ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 15-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Մարութի վարած Մոսկվիչ եւ Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող Երևանի բնակիչ 68-ամյա Գուրգենի վարած Գազել մակնիշի ավտոմեքենաներն են բախվել։ Վարորդներից Մարութը եւ ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ Գազելում եղել է 12 ուղևոր, որոնց շտապ օգնության բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել։ Ապրիլի 15-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել է Զիլ մակնիշի բեռնատարին, Ford-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, փրկարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին, ով արգելափակվել էր, դուրս բերել ավտոմեքենայից։ Ապրիլի 15-ին Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են Opel եւ Lixiang մակնիշի ավտոմեքենաները, Lixiang-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել ծառին, դժուժացներ չկան։ Մարտի 25-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ 4 հաղորդում ստացվեց։ Գողություններից 2-ը կատարվել էր Դավթաշենի 3-րդ թաղամասում։ Գողացել էին Toyota եւ Subaru մակնիշի մեքենաների համարանիշերը, թողնելով Տելեգրամյան ալիքի հասցե։ Գողության 2 դեպք էլ կատարվել էր Անաստաս Միկոյան փողոցում։ Գողացել էին BMW եւ Toyota մակնիշի մեքենաների համարանիշերը, դարձյալ թողնելով Տելեգրամյան ալիքի հասցե։ 4 դեպքով էլ նախաձեռնվել էր քրեական բարույթ։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ բաժնի եւ համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Երևանի 37-ամյա բնակիչը։ Ապրիլի 8-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։